կտակ այս ազգին, որ սպորտսմենները եւս մարդ են, կարող են խոսել, կարող են բողոքի նոտա բարձրաձայնել, մարդը կարող է հրաժարվի իր փափուկ կյանքից ու ասի չէ աղբեր, ես ինչ եք անում, թուրքը ոնց կարա գա մեզ կանխամտածված, դիտավորյալ, հաղթի ու թողի գնա, վերջում լեն սաղ աշխարհով մեկն ասել թուրքերն եկան հայերի, մաման ծսրին գնացին, համալիրի բն մեջտեղը, էլ չեն ասի, այս պարտությունը դիտավորյալ էր, այս պարտությունը սարկացեր, այս պարտությունը արվում էր նամար, որ եւս մեկ անգամ կոտրեն հայ մարդու ոգին, ասեն դու բոզի տղա ես, ու ինքն է պիտի ընդունի, որ ինքը բոզի տղա է, դու պարտվար 44 դրա պատերազմին, այ բոզի տղա, դու կորցրեցիր Արցախը, այ բոզի տղա, քո ֆուտբոլը վատնա, այ բոզի տղա, հիմա էլ թուրքերը ադրբեջանցիները եկել են մարզահամալիրի մեջտեղը, նավարի ծսեին ու գնացին, դու թույլ ես դու բոզի տղա ես, եւ Նիկոլը դուրս կգացնեղ 100%-անոց իրավացի, որտեղ այս ինֆորմացիան լրատվական դաշտը թափանցելուց հետո, եթե 18-ից 24-ը մարզամելագային համալիրում տեղ ունեցան այս խաղերը եւ այս առաջի լավագույններից լավագույն մեր բարեսները չմասնակցեցին մեր անտարբերության, մեր վախի, մեր կաշառման, մեր բոզի տղության պատճառով, ուրեմն այո Նիկոլը ճիշտ է, մենք բոզի տղա ենք։ Այս է իմ խոսքը։ Ու այս ինֆորմացիան թող գրգր, չգիտեմ, հասնի յուրաքանչյուր հանրային, հասարակական, քաղաքական, պետական գործիչների, եթե այդպես մարդ տեղ մնացել է։ Եթե այդ երկրում տես մի հոգի մարդ մնացել է։ Բոլորին եմ դիմում, բոլոր հանրային դեմքերին, գնացեք սրա հետքերով, զանգեք 93 55 33 99 հեռախոսամարով, հետ սմայլը գնացեք սպորտրոտ։ Զանգեք այդ նույն Մալխասին, Վիգենին, Գևորգին, Արսենին, Վազգենին, Արմանին եւ այլոց։ Զանգեք հարցրեք։ Հերիքա սուս մնակ, արա հերիքա, արժանապատվություն ունեցեք, թասիբ ունեցեք, ինքնասիրություն ունեցեք, այդ բոլոր հաշվանդամները, 10,000 որ խոտը լցել են դեմները, ոչ գաղամ են, ոչ բաղամ են, սաղորը տենաս պրոտեզեն առած կալկալներով պարապում են ու յանց նկարում կծում են, հասկացանք, ես ցավում եմ, ես հարգում եմ ձեզ, բայց ամսի 18-ին այդ սաղ հաշվանդամները պիտի մի մարդու նման լսեն մարզահամերգային համալիր, թույլ չտան, այդ սաղ զոհվածների ծնողները մի մարդու նման պիտի ամսի 18-ին լսվեն մարզահամերգային համալիր, թույլ չտան, այդ պատգամավոր պոռիկի ծնունդները, որից ոչ մեկը բանակ չի ծառայ, որից ոչ մի ասն ու տակը բարեկամը ցեղը բանակ չի ծառայ, մի մարդու նման պիտի լսեն մարզահամերգային համալիր։ Մենակ թողած պատերի տակ լոփ հաճան, արա ոնց է գետ գաթին լեցեմ քֆուրատ, գաթը քունի ձեր մաման, քվուրտը ողը քունի ձեր մաման, ես ես այնց ավեշած ինքնասիրություն ու թասիբ ունեմ, պատերի տակ խոսացող բոզի տղեկ, որ ոչ մեկը դրի շեկալում էլի Նիկոլի մարակ ունի, չեմ ասեմ հելեկի դիմա քվուրտակ չեք կարա, այդքան տղամարդ չկաք, բայց գոլի գործողություններով, ձեր վարքով ու բարքով, ոչ թե պատերի տակ վարքանգոք ասան քնադատեք, ասեք, վայդի վր դրան լսում եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիա քեզից ավելի Հայաստանը սիրում է, քեզ ավելի Հայաստանը պաշտում բայ բոզի տղեկ, դեմատիրան ինչ են անելու, ինֆորմացիա ստացակ, դեմա տեսնեմ ինչ են անելու, այդ պատերի տակ խոսացող են քաղաքական գործիչ չեն յանց, ես մի լավ տղա են, ես մի շքարես տողու տեղ են, դեմա տենամ ինչ են անելու, ու եթե թուրքը եկավ Երևանի մեջտեղը, Հայաստանի մեջտեղը, կրեց գնաց, ուրեմն դե բոզի տղեկ հավաքացու եք սաղըտ, դեմա գնացեք, չի կարելի հանդուրժել մի իշխանության, ով դրած, երկրի ամեն ինչը գմպցնում, ծսցնում, ուտանում, ախր ոչնչացման, մարդը հլմ ազգային ժողովից ասում, բանակը մեր սրբությունը չի, մի հատ մարդ, չելավ ասեց, ես ինչ ես ասում, այ մամայի ծածացն եմ, մարդը հլմ ասում, անկախության հռչակագիրը, դա այս պետության կորուսն է, մենք պետություն չունենք, բա որ պետություն չունենք, դու տեղի չես անում, այ մորդ քունեմ Նիկոլ բոզի տղա, այ քպական պոռիկի տղեկ դու կտե ինչ եք անում, որ պետություն չունեք ազգային ժողովում նստած փող եք ստանում չհամար, այն դիմադիր բոզի տղեկ, ինձ բարեսները լսեցին,
Եվ են կողմը, եւ են կողմը։ Այն ումը որ չեն ուղարկում արդեն գիտեք, Մալխաս, Մորխոս եւ այլն։ Ես սպասում եմ ձեր ակտիվությանը։ Իսկ ում էլ որ ուղարկում են կանխամտածված պարտության, վայն եկավ ձեզ տարավ, ընկեր բառեցներ, եթե դուք գնացել եք։ Ես գիտեմ, հիմա կասեք մեկ մեղավոր չենք, հրաժարվեք։ Եթե դուք թքած ունեք Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ վարկանիշի վրա, ընկեր գնացող բառեցներ։ Ես թքած ունեմ ձեր ընտանիքների վրա։ Հասկանում եք ինձ։ Դուք ունեք մի թանկ բան, մայր, ճիշտ է, քույր, հայր եւ այլն։ Մի խաղացեք այդ մարդկանց հեղինակության հետ։ Մի այնպես արեք, որ ձեր ծնողների, նկարները, քույրերի, մայրերի եւ այլն ես արդեն քաշել եմ, թողանց ասեմ։ Արդեն իմ մոտ կա, էսի սրա մերն, էսի սրա քունա, իմ մոտ կա։ Ինձ մի դրթեք այդ ստոր քայլին ձեր նկատմամբ, բայց ես կգնամ այդ քայլին, որովհետեւ դուք խաղալու եք իմ երկրի հեղինակության հետ։ Իմ երկրի հեղինակությունից են կողմ։ Ոչ մի բան իմ մոտ գոյություն չունի։ Ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ նախ ես չունեմ էլ բարեկամ, կողեմ բարեկամ։ Ոչ մեկ իմ մոտ նշանակություն չունի։ Հորդորում եմ ձեզ, նորից եմ կարդում, Արման Հարությունյան, Սարգիս Բեգոյան, Անդրանիկ Ավետիսյան, Արտավազդ Հարությունյան, Ալիխանյան Հրայր, Ավակյան Արման, Մկրչյան Մուշեղ, Հենրիկ Հայկյան։ Բոյկոտեք, մի գնացեք։ Թող ձեզ վերցնեն ուղարկեն զորամասեր։ Ձեր արունը իմ արունից կարմիր չի եւ մնացած մյուս ծառայողների։ Իսկ ինչ վերաբերվում է Մալխաս Սամոյան, Վիգեն, Գևորգ, Արսեն, Վազգեն, Արման, Մանվել, Կնյազ եւ Գուրգեն, ձեզ էլ կոչ եմ անում, մտեք ձեր Instagram-յան, Facebook-յան էջերով եւ սրա մասին աղաղակեք։ Թող ձեզ վեկալեն ուղարկեն զորամասեր։ Այստեղ մեկը բանը գրել է, դատա հասնում, եթե հրաժարվեն կպնելուց, ուրեմն այ անգրագետներ, նման բան գոյություն չունի։ Եկեք զանգենք հələ մի րոպե դրա մեզ մարդուն հարմարա։ Իրավաբան կամ փաստաբան մարդու ձեր խաթեր։ Ոչ մի դատ չի հասնում դրա համար։ Ոչ մի դատ։ Հրաժարվում ես կպնելուց եւ վերջ, դա քերական պատասխանատվություն չկա, ուր է Խեշ Գևորգ Պետրոսյանը, մի րոպե լը։ Իրավաբանական կոնսուլտացիա։ Ուրա, կակրած գծի մեջ է։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, հազար անգամ ներողություն։ Ես ձեզ զանգել եմ մի հատ իրավաբանական կոնսուլտացիա համար, մենք ձեզ հիմա ձեզ հետ միասին եթերի մեջ ենք։ Ուրեմն, հա? Հա, ուրեմն ես ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ ներկայացնեմ, սիրելի սպորտսմեններ, մենք զրուցում ենք Գևորգ Պետրոսյանի հետ, ով իրավաբանական համալսարանի իրավաբանականի ֆակուլտետի դասախոս է, գիտությունների թեկնածու դոցենտ։ Պարոն Պետրոսյան, ես չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, ուրեմն նոյեմբերի 18-ից 24-ը մարզահամերգային համալիրում տեղի ունենալու հունահռոմեական, այսպես ասած, այդ բարբի միջազգային մրցում զինված ուժերի միջև, այսինքն բանակային մրցում լինելու։ Հայաստանին ժամանելու Թուրքիայի մարզիկները, բայց Թուրքիան ուղարկում այս լավագույններից լավագույններին։ Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իջեցել է գաղտնի հրաման, որով արգելում է մեր լավագույններից լավագույններին դուրս գալ ռինգ